Գառնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու անելիքները քննարկելու նպատակով գյուղատնտեսության նախարար Արագածոտնի եւ Վայոց-Ձորի մարզերում էր։ Հայ ֆերմերները ծանոթացել են պտղատուն մշակաբույսերի էթի եւ ձևավորման եվրոպական փորձին։ Երկգյուղատնտեսությունում միայն կանայք են։ Գյուղմթերքի կրկնակի կին հերոսի օրինակելի փորձը։ Գառնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում էր։ Արագածոտնի մարզում գյուղատնտեսության ոլորտը վերջին շրջանում զգալի առաջընթաց է ունեցել։ Մարզում արդեն 5 տարի է իրականացվում է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը եւ արդեն մենք ունենք լավագույն արդյունքներ որոշակի համայնքներում, արդեն ունենք կայացած կոոպերատիվներ մարզում եւ դրանց փորձը մենք ուզում ենք տարածել նաեւ մյուս համայնքներում։ Եվանք նաեւ երկու համայնքներում, որտեղ 2-3 տարի առաջ ստեղծվել է կոոպերատիվ Վերին Սասնաշենում եւ նոր Ամանոսում, որտեղ նոր է ստեղծվում կոոպերատիվը։ Մարդիկ մեծ ուրախությամբ են ուզում կազմակերպել կոոպերատիվներ, որովհետև արդեն փորձը կա եւ իրենք զգացել են, որ դրանով իրենք շատ հարցեր են լուծում։ Առաջինը, որ պետությունը իրենց մեծ օժանդակություն է ցույց տալիս եւ երկրորդը մեծանում է իրենց եկամուտները։ Եվ ամենակարևոր հարցը, որ իրացման խնդիրը արմատապես լուծվում է։ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի շրջանակում Արագածոտնում կատարված աշխատանքներից նախարարը գոհ է։ Առաջին ծրագրում ընդգրկված 12 համայնքներում ստեղծվել են կոոպերատիվներ, անցկացվել 45 կիլոմետր ջրագիծ, տեղադրվել է 38 խմոց, տրամադրվել 127 միավոր գյուղտեխնիկա, որից 24-ը տրակտոր։ 2015 թվականի վերջին ընդունվեց գյուղատնտեսական կոոպերատիվների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվել երկրում կոոպերացիայի զարգացման համար։ Նախարարն ընդգծեց, Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացումը խթանելու նպատակով պետական օժանդակության ծրագրերն իրականացնելիս նախապատվությունը տրվելու է կոոպերատիվներին։ Հիշյալ ծրագրի միջոցներով ընդամենը 20% համաֆինանսավորմամբ կոոպերատիվներին տրամադրվում է անհրաժեշտ գյուղտեխնիկա, ստեղծվելու են փոքր վերամշակող արտադրամասեր, ինչը թույլ կտա կոոպերատիվների անդամներին զգալիորեն ավելացնել իրենց եկամուտները։ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն իր հերթին նշեց, 2015 թվականին ռոռոկման ոլորտում առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք հաջողվել է հաղթահարել։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կհաջողվի մարզում ապահովել ջրամատակարարման համար անհրաժեշտ ջրի պաշարները։ Մարզում գործում են 6 ջրօգտագործողների ընկերություններ։ Նոր Ամանոս համայնքն է։ Նորաստեղծ սպառողական կոոպերատիվի գործունեությանը նախարարը ծանոթանում է տեղում։ Պետությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսների միավորման եւ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը խթանելու ուղղությամբ։ Նախարարն իր խոսքում նշեց, կոոպերատիվների ձևավորման գործում որպես հիմք ընդունվում է եվրոպական երկրների, մասնավորապես Ֆրանսիայի հարուստ փորձը։ Կոոպերատիվի հիմնումը համայնքի գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կառավարման լավագույն ճանապարհներ։ Կոոպերատիվն այժմ ունի 67 անդամ, շուտով կհամալրվի նաև նոր անդամներով։ Համայնքն անասնապահական ուղղվածություն ունի։ Գյուղի բնակիչներին ուզող հիմնական հարցն այս պահին ռոռոկման խնդիրն է, որը նախարարի միջամտությամբ դրական լուծում կստանա։ Վերին Սասնաշեն համայնքում գործող կոոպերատիվի հիմքերը դրվեցին 2014 թվականի ապրիլին։ Ծրագրի շրջանակում կոոպերատիվին տրամադրվել է 5 միավոր գյուղտեխնիկա, ջրի արբիացվել են ավելի քան 5 կիլոմետր արոտներ, ավելացել է անասնագլխաքանակը եւ կաթնատվությունը։ Կոոպերատիվի անդամները նախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրեցին նաև ընթացիկ խնդիրներ, մատնանշելով մասնավորապես ոռոկման, ինչպես նաև կաթի եւ մսի իրացման հարցերը։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր նաև Վայոց-Ձոր։ Մարզում ագրարային ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես հողի մշակման առումով մարզի ցուցանիշները ցածր են։ 2015 թվականին բավականին ցածր է եղել հացահատիկային մշակաբույսերի գարու ցորենի բերքատվությունը։ Նախարարի խոսքով սերմնաբուծության զարգացման պետական ծրագրի շնորհիվ վերջին տարիներին հնարավոր է եղել հանրապետության ցորենի սերմի պահանջարկը բավարարել շուրջ 85% չափով ներքին ռեսուրսների հաշվին։ Սորտաթարմացման շնորհիվ հաջողվել է էականորեն ավելացնել բերքատվությունը։ Անցյալ տարի մարզը առաջին անգամ 1020 հեկտար ավել հող է մշակել եւ այս տարի արդեն մենք լուրջ աշխատանքներ ենք տանում ինչպես համայնքապետերի հետ, մարզպետարանի աշխատակիցների հետ, որպեսզի այդ նույն ցուցանիշը կարողանանք պահել։ Այս առումով մարզը ամենահետին տեղում է մեր հանրապետությունում եւ իրեն վարելահողերի ընդամենը 36%-ն է մշակվում եւ արդեն կա նաեւ հանրապետության նախագահի հանձնարարականը, որպեսզի առաջիկայում այդ հարցերին լուծումներ տանք։ Կառմակերպու ծրագրով Վայոց-Ձորից ընդգրկվել են 10 համայնք, որի շրջանակում այստեղ հիմնվել է 5 կոոպերատիվ։ Նախարարն ընդգծեց, գյուղացիական տնտեսությունների միավորումն ու ակտիվ համագործակցությունը կոոպերատիվի կազմում ավելի լայն հնարավորություններ կստեղծի աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ դրանով իսկ ֆերմերների եկամուտների ավելացման համար։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մթերումների կազմակերպման հարցին։ Նախարարը կարևորեց 2015 թվականի Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը, որը բավականաչափ մթերումներ է իրականացրել։ Թեև 2015 թվականին խնդիրներ եղան մասնավորապես խաղողի մթերումների հետ կապված, սակայն վերամշակող ընկերությունները բոլոր միջոցները ձեռնարկեցին
մթերումները կազմակերպելու համար։ Արդյունքում առաջին անգամ հանրապետությունում մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30%-ով ավելացան։ Ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարվել է 39 միլիարդ դրամի մթերում, որի դիմաց վճարումները կատարվել են շուրջ 96%-ով։ Նախարարը հույս հայտնեց, որ մթերման դիմաց կուտակված պարտքերն արագ կվճարվեն։ Եղեգնաձորի բանդրի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրենը տեղեկացրեց, կազմակերպությունը կաթե մթերում մարզի 11 համայնքների շուրջ 140 ֆերմերներից 1 լիտրը 150 դրամով։ Ֆերմերային տնտեսություններից մթերված կաթի արժեքն ամբողջությամբ վճարվել է։ Տնօրենը նշեց, որ արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Այժմ բանակցություններ են ընթանում Իրանի շուկա մտնելու համար։ Ընկերությունը զբաղվում է նաև այծաբուծությամբ, ինչը տնօրենի հավաստմամբ խիստ եկամտաբեր է հատկապես Վայոց ձորի համար, քանի որ մարզի արոտավայրերն առավել քան նպաստավոր են այդ ճյուղի զարգացման համար։ Ի տարբերություն մյուս տեսակների, այծի պանիրը մշտապես մեծ պահանջարկ ունի հատկապես արտերկրում, ուստի իրացման խնդիրներ չեն լինում։ Ընկերությունն արտադրում է պանիրի 9 տեսակներ, որոնցից 6-ը այծի կաթով, եւ արտադրում են նաև հանրապետությունում միակ յուրօրինակ պանրատեսակ՝ ձեթով պանիր։ Եվրոպական գյուղատնտեսական լավագույն փորձը հայ գյուղատնտեսներին, Եվրոպական հարևանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի տեխնիկական օժանդակություն Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը բաղադրիչի շրջանակում Հայաստանի 3 մարզերում անցկացվում են պտղատու ծառերի էդի եւ ձևավորման առաջավոր տեխնիկան ներկայացնող տեսական եւ գործնական դասընթացներ։ Տարի ավելանում է պտղատու մշակաբույսերի ցանքատարածությունները, սակայն մենք մեծ խնդիր ունենք պտղատու մշակաբույսերի էդի եւ ձևավորման հետ կապված։ Այդ առումով մենք հրավիրել ենք Իտալիայից մասնագետներ, որոնք 3-օրյա սեմինար են անցկացնում հանրապետության 3 մարզերում՝ Արագածոտնի, Կոտայքի եւ Աղատաշի մարզում ենք լինելու, ցանկանում ենք ցուցադրել նորագույն տեխնոլոգիա։ Նաեւ ծրագրի նպատակներից է ներդնել գյուղատնտեսության լավագույն փորձը եւ այսօրվա այս 3 օրվա միջոցառումը դասընթացները ուղղված են հենց այս նպատակին։ Փորձագետները անդրադառնում են խնձորենու, կեռասենու, դեղցենու, նեկտարենու եւ այլ պտղատու ծառատեսակների էդի եւ ձևավորման առանձնահատկություններին, ինչպես նաեւ սխալ էդի հետևանքով առաջացող խնդիրներին։ Գյուղատնտեսության ոլորտում մեծ փորձ ունեցող իտալացի Դավիդեներին հայ գյուղատնտեսների մոտ ամենամեծ խնդիրը տեսնում է ծառերի հզոր պատվաստականների էդի հետ կապված աշխատանքներին, որոնք ճիշտ չեն իրականացվում։ Մենք եկել ենք եվրոպական փորձը փոխանցելու հայ գյուղատնտեսներին եւ ես շատ ուրախ եմ, որ նրանք շահագրգռվածություն ունեն նոր բան սովորելու եւ բարելավելու գիտելիքները։ Իսկ գյուղատնտեսության մեջ շատ կարեւոր են աշխատուժի մասնագիտական որակները։ Այգետերերը հենց իրենք են փաստում, որ ունեն նմանատիպ դասընթացների կարիք։ Ես առաջի փորձնական հանդիպումից հետո զգացի մենք ինչքան մշակությունը, մեր այգիների մշակությունը մենք ինչքան վատ են կազմակերպել։ Կան ծառեր, որ էդված են, այս տարվա բերքը, որ պիտի մնար ծառի վրա եւ բերք ստանային, դրանք կդրտե թափել են, բայց կարային իմանալով հանդերձ, ասենք փորձ ունենային այս տարի կայուն բերք։ Եվ չնայած եղած բաց թողումներին Հայաստանի գյուղմթերքը ըստ իտալացի մասնագետի շատ բարձր որակական եւ համայն հատկանիշներ ունի։ Օրինակ խնձորի լավագույն որակ ստանալու համար պետք է մաքսիմալ մեծ տարբերություն լինի գիշերային եւ ցերեկային ջերմաստիճանների միջեւ։ Այս իմաստով Հայաստանում եղանակային իդեալական պայմաններ են լավագույն որակի խնձոր ստանալու համար։ Ինչը չես կարող ասել Ծիրանի մասին, ըստ Դավիդեների կորուստների չի կարողանում խուսափել նաև եվրոպացի այգետերը։ Մեզ մոտ Իտալիայում այս խնդիրը այլ կողմից է դրսևորվում, մրգատու ծառերը ձմեռային ցրտի կարիք ունեն, սակայն ձմռան այդքան էլ ցուրտ չի լինում։ Հատկապես վերջին 2 ձմեռները շատ տաք էին եւ Ծիրանենին բողբոջներ, այնուհետեւ պտուղ չտվեց, որովհետեւ բավականին ցուրտ պայմաններ չկային։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, իսկ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող բաղադրիչի նպատակն է խթանել պարենային արտադրության կայուն աճը, գյուղատնտեսության, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերի զարգացումը։ Հայեցողի այս փոքր, բայց կարևոր մասնիկում խորը քնից զարթնել է բնությունը։ Գյուղատնտեսական աշխատանքները եւս մեկնարկել են։ Արագածոտնի մարզի Օշական համայնքի այս տարածքում տերն ու տիրակալը կանայք են, հենց նրանցից մեկի մասին է մեր այսօրվա պատմությունը։ Վերա Զաքարյան Գրիգորյանը ծաղիկներ շատ է սիրում, ասում է, կինը նման է ծաղիկի, սիրում է լինել խնամված եւ միշտ զարդարված, սակայն նրա խնամքին են ոչ միայն այս ծաղիկները։
Իսկ հիմա ամեն ինչ ամենասկզբից, կյանքի նոր փուլի եւ նոր ձեռնարկումների սկզբից։ 15 տարվա ուսուցչի աշխատանքից եւ 10 տարի դպրոցի տնօրեն աշխատելուց հետո որոշեց լրջորեն զբաղվել գյուղատնտեսությամբ։ Մանկությունից շատ սիրել եմ հողը եւ գյուղի աշխատանքը, փորձեցի իմ օրինակով հասնել որոշակի արդյունքների եւ իմ ետևից տանել մի խումբ մարդկանց։ Փորձը արդեն կար, 10 տարուց ավելի նա չրերի արտադրությամբ է զբաղվում, սակայն նոր ձեռնարկումների եւ զարգացման մեկնարկը տրվեց 2014 թվականին։ Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ստացավ հատապտուղների, ազնվամորու, կոկրոշի եւ հաղարջի արմատակալներ եւ այս տարածքում առաջին անգամ 1.5 հեկտարի վրա կաթիլային համակարգ կառուցվեց։ Պահանջարկը մեծանում է եւ մեր տարածաշրջանում չկար գրեթե, շատ մասնավոր փոքրիկ հատված էր զբաղվում դրանով, դրա համար որոշեցի զբաղվել հատապտուղների աճեցմամբ։ Նախատեսում ենք եկող տարի արդեն ունենալ սառնարանային տնտեսություն խորը սառեցված ձևով վերամշակելու համար ազնվամորու, կոկրոշի եւ հաղարջի բերքը։ Էկոլոգիապես մաքուր եւ անարատ մոտակա տարիներին կսկսվի նաեւ օրգանական գյուղմթերքի արտադրությունը, որի հիմքերն այսօր արդեն դրվել են։ Մեր առողջությունը կորցնում ենք թունաքիմիկատների եւ պարարտանյութերի օգտագործմամբ։ Ամենաառաջին կարևոր խնդիրը, որ կլուծվի, դա առողջ ապրելակերպի խնդիրն է։ Երկրորդը այդտեղ քիչ արտադրելով, ավելի բարձր գնով վաճառելով, ավելի եկամուտ կարող է ստանալ մարդը, թեև դա շատ դժվար եւ հետեւողական աշխատանք է պահանջում, բայց կարծում եմ, որ պետք է գնանք դրան, դա անհրաժեշտություն է։ Մարտահրավեր է նույնիսկ։ Այս ընթացքում շատ աշխատանքներ են արվել եւ ռեսուրսներ են ներդրվել, էլեկտրահաղորդման գիծ, ջրատար խողովակներ եւ այսպես շարունակ։ Մենք զբաղվում ենք արևային չորանոցում չորացնելով մրգեր եւ բանջարեղեններ։ Հիմա արդեն նախապատրաստում ենք օրգանիկ գյուղատնտեսության համար այս տարածքը արդեն պետք է նկուղ լինի սարքավորումների համար եւ վերևում պետք է լինի նոր արտադրամաս, բոլորովին նոր տեխնոլոգիայով ջրեր արտադրելու համար։ Սա մեր այգին է, ունենք ընկույզ, ունենք ծիրան, ունենք դեղց, սև սալոր, խաղող նաեւ արդեն եւ մի փոքրային կողմ նաեւ ամփուշ մոշի փոքր տարածք ունենք հատապտուղների տեսականին ավելացնելու համար։ Ամեն ինչ հարթոդյուրին չի եղել, դժվարություններ շատ են եղել, սակայն վերջին տարիներին պետության կողմից տրված օժանդակությունն է հենց խթան հանդիսացել, որ իրականանան Վերա Գրիգորյան Զաքարյանի ծրագրերը։ Շատ երկար ժամանակ ասեցին դեմքով դեպի գյուղ, վերջապես դեմքով շրջվել են դեպի գյուղ եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան գյուղատնտեսության մեջ է ու կարծում եմ, որ շատ իմաստուն կերպով ոչինչ չպետք է խնայել։ Տարիների ձեռք բերած փորձը սովորեցրել է հաղթահարել խնդիրները, իսկ կամքը, աշխատասիրությունն ու նվիրվածությունը ձեռնարկած քայլերը հաջողությամբ են պսակել։ Բուն աշխատանքների ժամանակ աշխատակիցների քանակը անցնում է 3 տասնյակը ու ներգրաված են հիմնականում կանայք եւ հենց նրանք են կոտրում գյուղատնտեսությամբ զբաղվելը դժվար է կարծրատիպը։ Անշուշտ տարբերությունը զգացվում այդ տղամարդու գործը մնում է տղամարդու գործ, բնականաբար նրանք ծանր աշխատանք ավելի հեշտ են անում, քան կանայք, բայց իհարկե այն գործը, որ անում են կանայք, կարծում եմ տղամարդկանց համար մաչելի չի։ Ցավոք սիրտի կանայք ավելի շատ բան են անում գյուղատնտեսության մեջ, գրեթե ամեն ինչ, բացի ասենք շատ ծանր փորի աշխատանքից, կանայք եւ տնկում են, եւ հավաքում են, եւ վերամշակում են, հատկապես ճիրերի արտադրամասում հիմնականում կանայք են աշխատում։ Այսօր ամբողջ գյուղատնտեսությունը գրեթե մեծ մասամբ կանանց ուսերին է։ Այսօր գյուղատնտեսության ոլորտում ներգրավված շուրջ 400,000 զբաղվածների կեսից ավելին մոտ 220,000-ը կանայք են եւ նրանք նաեւ կարող են լինել գյուղմթերքի կին հերոսներ։ Վերա Գրիգորյան Զաքարյանի դեպքում նույնիսկ կրկնակի անգամ։ Երկրորդ անգամ ես ստացա այս տարի այդ կոչումը, որը շատ պարտավորեցնող է եւ իմ կարծիքով ամեն մի գյուղաբնակ կին, որ զբաղվում է գյուղատնտեսությամբ ինքը արդեն հերոս է։ Վերա Գրիգորյան Զաքարյան հասարակական կազմակերպության շրջանակներում զբաղվում է գյուղաբնակ կանանց եւ երիտասարդների կրթական, սոցիալական, մշակութային եւ բնապահպանական խնդիրներով։ Իր ակտիվ եւ ստեղծարար գործունեության շնորհիվ նա շատ բան է փոխել եւ շարունակում է փոխել։
Ես իմ ուսուցչության տարիներին երիտասարդական աշակերտների, ավագ դպրոցի աշակերտների խումբ ստեղծեցի, որոնք հիանալիորեն կապվեցին հողին, այն ժամանակ պամիդոր էինք մշակում եւ ճակնդեղ ու երեխաներին էքսկուրսիաներ էի տանում շատ անընդհատ իրենք զգում էին ամեն օր տեսնում էին աճը, իրենց աշխատանքի արդյունքը։ Կոչումով ուսուցիչն ու գյուղմթերքների արտադրության կիներոսը մոտ 25 տարի ու մինչև այսօր նախ իր սաների մեջ սերմանեց գիտելիքների կայուն ու մեծ պաշար, այժմ էլ հողին է ամեն ինչ հերթով տալիս ու առաջին ծիլերն արդեն բարձրանում են, որ հետո սնեն իրեն ու իր հայրենիքը, Հայաստանը։